Բարև ձեզ հարգելի հետևորդներ, կրկին Էկոնոմիքսն եմ։ 2026 թվականը նախընտրական տարի է և քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց սոցիալ-տնտեսական ծրագրերը տեսլականը։ Կարծում եմ սա շատ լավ առիթ է ուսումնասիրել այդ ծրագրերը, գնահատել, վերլուծել, ինչպես նաև փորձել դրանք կատարելագործել հաշվի առնելով ընտրողների կարծիքը, մասնագետների կարծիքը եւ առհասարակ կարծում եմ նորմալ է, որ այս ընթացքում բոլոր ծրագրերը ներկայացվում են, վերամշակվում մինչեւ նախընտրական բուն շրջանի սկսելը։ Վերջին օրերի ընթացքում իրենց տնտեսական պլատֆորմը ներկայացրեց Ուժեղ Հայաստան քաղաքական ուժը եւ այս ուժը ներկայացրել է իր սոցիալ-տնտեսական տեսլականը ներկայացված 5 կետերի շրջանակում։ Այս կետերի եւ այլ թեմաների մասին խոսենք Ուժեղ Հայաստան քաղաքական ուժի ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ֆարսյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Ֆարսյան, կցանկանամ, որ դուք մի քանի այսպես կետով հակիրճ ներկայացրեք ձեր նախընտրական տնտեսական պլատֆորմը, որը ըստ ձեզ պետք է դառնա այն բանալի բառերը կամ բանալի կետերը, որը ընտրողի մոտ կարծիք պետքա ձևավորի, նաև այսպես ընտրելու ցանկություն առաջացնի։ Շնորհակալություն հրավերի համար։ Եթե կարճ ներկայացնեմ մեր ծրագիրը, այն ունի 5 կետ եւ այդ 5 կետը կարելի է բաժանել երկու մասի։ Մեկը տնտեսական զարգացման մասն է, իսկ մյուսը դա ավելի շատ սոցիալական մաս է։ Տնտեսական զարգացման մասի մեջ ես կվերցնեի աշխատատեղերի ստեղծումը եւ գյուղմթերքի մթերումը, պարտադիր մթերումը, իսկ սոցիալական մասը դա արդեն հարկերի նվազեցումն է, բնակարանաշինությունը եւ դեղերի գների իջեցումը։ Ու մենք այո հարկերի նվազեցումը ավելի շատ դիտարկում ենք այս հարցում որպես սոցիալական հարց։ Ուշագրավ է, որ դուք ձեր պլատֆորմը բաժանեցիք երկու մասի, եթե ես բաժանել եւ ճիշտ հակառակը կբաժանեի, սա հետաքրքիր մոտեցում է, կարծում եմ կարևոր մոտեցում է։ Եկեք առանձին անդրադառնանք այդ կետերին։ Կարծում եմ հենց առաջինը շատ մեծ աղմուկ հանած այսպես փոքր միջին բիզնեսի նկատմամբ 0 հարկային դրույքաչափեր կիրառելու ձեր առաջարկն է։ Նախ կարծում եմ շատ կարևոր է հասկանալ փոքր միջին բիզնես ասելով ինչ եք հասկանում։ Դա որ ձեռնարկատերերն են կամ որ շրջանառության ծավալն են գրկում։ Դա տարեկան մոտ 100 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկություններն են, որոնք հիմա վճարում են 10% շրջանառության հարկ։ Մենք առաջարկում ենք, որ այդ ընկերություններին հարկերից ընդհանրապես ազատենք, որովհետև եթե դուք նայեք, սրանից 3 տարի առաջ այդ ընկերությունները վճարում էին 5% շրջանառության հարկ եւ հավաքվում էր 1% է նույնիսկ վճարը որոշակի։ Մի քանի տարի առաջ, այո, բայց այդ ընկերությունները այդ 5% հարկը վճարելու ժամանակահատվածում պետական բյուջե վճարում էին ընդամենը 50 միլիարդ դրամ եւ հարկերը բարձրացնելուց հետո ընդամենը երբ որ հարկի դրույքաչափը կրկնապատկել են սարքել են 10%, նրանց կողմից հավաքված հարկերը այնպես չի որ կրկնապատկվել են, այսինքն այդ բիզնեսների մի մասը փակվել է, իսկ մի մասն էլ միգուցե անցել է ստվեր եւ այնպես չէ որ իրանք բոլորը սկսել են կրկնակի հարկեր վճարել։ Մենք տեսնում ենք, որ այդտեղ խնդիր կա, որովհետև մարդիկ, որոնք ինչ որ չափով կարողանում են իրենց գլխի ճարը տեսնել, իրենց ապրելու միջոցները ստեղծել, նրանց հարկում ենք եւ նրանց կողմից հավաքված ամբողջ հարկային միջոցները ընդամենը մեր պետական բյուջեի 2.4%-ն են կազմում։ Մյուս կողմից մենք մտածում ենք, որ նման քայլով մենք այդ գումարները այսպես թե այնպես մնալու են տնտեսության մեջ եւ տնտեսության այլ ոլորտներից մենք այդ հարկերի մի մասը կհավաքենք, մի մասը մենք կկատարենք ծախսերի խնայողություն եւ վերջնական արդյունքում մենք ֆիսկալի վրա այդ հարկերի հավաքագրման վրա էական ազդեցություն չենք ունենա, բայց մենք մյուս կողմից կունենանք մոտ 60,000 տնտեսվարող, որը ավելի հանգիստ կլինի, դա չի նշանակում, որ իրանք օրինակ ազատվելու են ՀԴՄ տպելու պարտավորությունից, բայց սա կարևոր քայլ է լինելու, որ այս մարդիկ ավելի շատ մտածեն իրենց բիզնեսի զարգացման մասին եւ այս գումարները ավելի շատ աշխուժություն կմտցնեն տնտեսության մեջ, մյուս կողմից էլ նոր տնտեսվարողներ կառաջանան, որոնք կտեսնելով, որ հարկերից ազատված են, կմտնեն բիզնեսի մեջ եւ նոր լրացուցիչ տնտեսական ակտիվություն ձեռնարկեն։ Պարոն Ֆարսյան, հասկանալի է ձեր մոտեցումը, սակայն պետք է գնահատել դրա նաեւ ռիսկերը։ Այսինքն դուք ինչպես եք գնահատում ռիսկերը կամ ինչ լրացուցիչ միջոցառումներ եք նախատեսում, որ խոշորը կամ միջինը
չտեղավորվի ձեր ասած 100 միլիոնի շրջանակում։ Այդ տրոհման ռիսկը իրականում ամենակարևոր ռիսկն է, որ մենք տեսնում ենք, բայց այսօր Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները ունեն բոլոր գործիքները, որպեսզի դա վերահսկեն։ Առնվազն շահառուների տեսքով մենք տեսնում ենք, թե որ բիզնեսում է պատկանում եւ այդ տրոհման ռիսկը այդտեղ կարելի է վերահսկել։ Մյուս կողմից եթե մենք կարողանանք վերահսկենք խոշորներին եւ սահմանի վրա վերահսկենք ապրանք ներմուծողներին, խոշոր վերավաճառողներին, ապա այդտեղ էլ մենք կարող ենք վերահսկել, որ հանկարծ բիզնեսները չտրողվեն, չդառնան մի քանի կտոր եւ հարկերից այսպես ազատվեն։ Եթե խոշորը փաստաթուղթը տալիս է փոքրին, փոքրը ստիպված պետք է իրացումը ցույց տա։ Իրացումը պետք է ցույց տա, այստեղ է ամենակարևոր կետը, որ հարկային մարմինը իր ռեսուրսը պետք է դնի ոչ թե 60,000 փոքր տնտեսվարողի վերահսկելու համար, այլ ավելի շատ ռեսուրս պետք է դնի մի քանի խոշորի վերահսկելու համար, արդյունքում մենք կունենանք ավելի էֆեկտիվ հարկային մարմին։ Իսկ դուք ինչպես եք պատկերացնում միջին բիզնեսի աջակցությունը։ Չնայած դուք հրճակել եք փոքր միջին բիզնեսի նկատմամբ 0% հարկային այսպես դրույքաչափ, բայց ըստ էության ձեր բովանդակության փոքր բիզնեսին է կամ գերփոքրի մասին, որովհետև Հայաստանում այնպիսի պարադոքս է ստացվել, որ մենք ունենք փոքր բիզնես կամ գերփոքր բիզնես եւ խոշոր բիզնես։ Միջին բիզնեսը մեզ մոտ շատ դժվարությամբ է կայանում։ Այ միջին բիզնեսի խնդիրը ինչպես է։ Մեր մյուս քաղաքականություններից մեկը որ կա, դա հենց այդ 300,000 աշխատատեղի ստեղծումը, դա ինքը իրականում այնպես չի, որ հենց օդից նոր բիզնեսներ պետք է միայն ստեղծվեն։ Դա նաև ինքը վերաբերվում է այն համագամանքին, որ միջին բիզնեսն էլ պետք է խոշորանա, իր համար գտնի նոր բիզնես հնարավորություններ եւ դրա հարցում պետությունը պատրաստ է իրենց աջակցի։ Այսինքն մենք երբ որ ասում ենք 300,000 նոր աշխատատեղ է ստեղծվելու, դա չի նշանակում միայն որ 300,000 նոր աշխատատեղի համար պետք է 0-ից ամբողջական նոր բիզնեսներ 300,000 ածներ չեն բացվում։ Այո, կամ էլ 300,000 ինչ որ աշխատատեղի համար խոշոր նոր կորպորացիաներ չենք ստեղծելու։ Ոչ, այստեղ հարցը նրանում է, որ եղած բիզնեսները, որոնք օրինակ ունեն բիզնես հնարավորություններ, բայց ունեն որոշակի սահմանափակումներ, ունեն կապիտալի խնդիր, ունեն նոր շուկաների խնդիր, պետությունը պետք է իրենց աջակցի, երբեմն նաև ուղղորդի, ասի այստեղ օրինակ կա բիզնես հնարավորություն, դու կարաս մտնես այստեղ եւ քեզ համար նոր շահույթի միջոցներ գտնես եւ նաեւ նոր աշխատատեղեր ստեղծվի։ Մեր հաղորդման շրջանակներում բարբերաբար միջին բիզնեսի ներկայացուցիչների են հույր ընկալում եւ իրենց բարձրացած հարկային քաղաքականության հիմնական խնդիրը այն է, որ կտրուկ այսպես փոփոխություն կա 120 միլիոնից հետո եւ նրանք ստիպված են NDS-ի տաշ մտնել այն դեպքում, երբ որ փոքրերը շարունակում են շրջարկով աշխատել։ Օրինակ դրանց պարագայում ավելացված արժեքի հարկի դաշտ, շահութահարկի այդ վճարման այդ հարկային դրույքաչափες ըստ ձեզ արդարացված է, թե նրանց նկատմամբ նոր ինչ-որ հարկային քաղաքականություն պետք է իրականացնել։ Ի նկատի ունեք արդարացվածը, որ հիմա 20%-ն ավելացված է եւ շահութահարկ։ Ես կարծում եմ, որ այն հարկային քաղաքականությունը, որը մենք հիմա ունենք, միջինի եւ խոշորի վերաբերյալ, քիչ թե շատ արդարացված է։ Իհարկե կարող է խնդիրներ լինեն, մենք պատրաստ ենք տնտեսվարողներին լսել, բայց մյուս կողմից դա չպետք է լինի նաեւ միակողմանի զրույց, որ պետք է մեզ մենակ հարկերից արտոնություններ տակ։ Մենք հարկերից արտոնությունները հասկանում ենք այն նպատակով միայն որպեսզի լինի զարգացում։ Եթե միջին բիզնեսը օրինակի համար ինչ որ տնտեսվարող ինքը պատրաստ է ներկայացնել օրինակ ինչ որ քաղաքականություն, որի արդյունքում Հայաստանի արտահանումը կարող է կրկնապատկվել, օրինակ համար եթե օրինակ բազմաթիվ երկրներ այդ նույն քաղաքականություն վարել են, վերցրել են օրինակ որոշակի զոնաներ, այդ հատվածում օրինակ բիզնեսին ընդհանրապես հարկերից ազատել են եւ մաքսատուրքերից եւ ասել են դու այստեղ պետք է արտահանումով զբաղվես։ Նման քաղաքականություն մեզ համար ընդունելի է, բայց այն հատվածներում, որտեղ որ չկա զարգացում, այնտեղ որտեղ որ բիզնեսը չի առաջարկում զարգացում, ես կարծում եմ այնտեղ հարկային քաղաքականությունը չպետք է փոխվի։ Իսկ ինչպես խրախուսել, դրդել, որ փոքրը միջին դառնա, միջինը խոշոր դառնա, որովհետև հաճախ կարող ենք տեսնել մեր իրականության մեջ, որ բիզնեսը 10 տարի ինքը այդ նույն գործով է զբաղվում։ Այսինքն մենք պետք է նաև ստեղծենք այն խրախուսման կամ նույնիսկ պարտադրման, ճակերտավոր մեխանիզմ, օրինակ առաջ գնան։ Ինչպես եք դա պատկերացնում։ Պետությունը ունի մի քանի գործիքակազմ, իրականում պետությունը շատ գործիքակազմ չունի այս հարցում, որպեսզի խրախուսում անի, դա կարող է կամ հարկային քաղաքականությամբ խրախուսում անի, կամ օրինակ էժան վարկերի միջոցով խրախուսի, որ իր համար կարևոր ոլորտները զարգանան։ Նման քաղաքականությամբ հնարավոր է դա անել, բայց պետությունը ոչ միշտ է կարող օրինակ բիզնեսմենի ձեռքի, եթե բիզնեսմենը ինքը իրականում չի ուզում զարգանալ,
մի քիչ դժվար է լինելու համոզել իրան, որ ինքը այո կարող է նոր շուկաներ մտնի եւ ավելի շատ շահույթ ստանա, բայց ես կարծում եմ, որ Հայաստանում կան բիզնեսմեններ ու պատրաստ են իրանք գնան այդ քայլին, որոնք համապատասխան պայմանների դեպքում պատրաստ են թե նոր շուկաներ գրավել, թե նոր շուկաներ մտնել, ուղղակի իրանք շատ ժամանակ ունեն կապիտալի խնդիր, իրանք փոքր են, օրինակ հայկական բիզնեսը, որը ուզում է մտնի օրինակ դրսի շուկա, իր համար դժվար է մի քանի միլիարդանոց կորպորացիաների հետ մրցակցելը, որտեղ այդ մի քանի միլիարդանոց կորպորացիան կարող է իրան մարքեթինգային ծախսեր թույլ տա, լոգիստիկ մեծ ծախսեր թույլ տա, որ օրինակ սկզբնական շուկան մտնելուց մեծ վնասներ իրեն թույլ տա, որը հայկական բիզնեսը իրեն չի կարող թույլ տա։ Այն նման խնդիրները պետք է պետությունը փորձի լուծել եւ նման խնդիրները լուծելով ես վստահ եմ, որ հայ բիզնեսմենները նույնպես իրենք պատրաստ են մտնել նոր շուկաներ եւ նոր շուկաներում հաջողվեն։ Հենց իրոք բիզնեսների հետ, երբ որ այսպես զրուցում ես, հիմնական նրանց խնդիրը նշում են այդ աջակցության մեխանիզմերի կատարելագործումը, որովհետև հարկերը այո, այս տարի կտրուկ բարձրացավ, շատերը իմոց զգալի հետևանքներ թողեց, բայց իրենք ավելի շատ մտածում են աջակցման ծրագրերի, խթանման ծրագրերի մասին։ Շատերը նույնիսկ ասում են, եկեք հարկային դրույքաչափերը թողեք նույնը, բայց մեզ աջակցան, օրինակ մեր լոգիստիկայի խնդիրը լուծեք, հա, օրինակ շատ հաճախ դրա վրա են կենտրոնանում։ Այսինքն դուք այս մասով որևէ առաջարկություններ կամ ուսումնասիրություններ, օրինակ տրանսպորտային, լոգիստիկ, արտահանման միտված այդ խրախուսման ծրագրեր ունեք։ Հայաստանի տնտեսությունը մեր տեսնելով ինքը հիմնականում երկու ուղղության վրա է այս պայմանությամբ զարգանում, այլ շուտ մեկ ուղղությամբ դա դեպի ԵԱՏՄ վերարտանումն է։ Մեզ գոնե պետք է մեկ այլընտրանքային շուկա եւս, որտեղ մենք կարողանանք սկզբնական շրջանում մրցունակ ինչ-որ ապրանքներ առաջարկենք։ Դեպի մերձավոր արևելք, դեպի արաբական երկրներ մենք այստեղ տեսնում ենք, որ հայկական բիզնեսները կարող են զարգանալ եւ այո, այստեղ եթե լինեն ինչ-որ լոգիստիկ խնդիրներ, մենք միանշանակ պատրաստ ենք աջակցել բիզնեսներին, որ այդ լոգիստիկ խնդիրները լուծվեն։ Դա քննարկումից դուրս է։ Շատ լավ։ Ձեր ծրագրերի մեջ նաև կարևորվում է այսպես սոցիալական բաղադրիչը, օրինակ վերջի շրջանում հատկապես մեծ պահանջարկ ունի բնակարանաշինական ծրագրերը, օրինակ հաճախ են մարդիկ դիմում, ինչպես կարելի է մատչելի հիպոթեք ձևակերպել, բնակարան ձեռք բերել։ Ձեր խոստումներից մեկը մատչելի բնակարան է։ Մատչելի բնակարան ասելով ինչ եք հասկանում լավ եւ ինչպես եք դա պատկերացնում։ Այս պահին շուկայում գինը նվազագույնը մոտ $1000 է մեկ քառակուսի, մենք պատկերացնում ենք, որ գոնե մի 30%-ի կարգի պետք է բնակարանների գները մենք դրան ենք ձգտում, որ չի հաշվին նվազի։ Մենք դրա հաշվին ենք ձգտում, որ պետությունը իր կողմից կքաշի ենթակառուցվածքները եւ կտրամադրի հողատարածք, խոշոր հողատարածքներ։ Այսինքն հողատարածքը անհատույց տրամադրում։ Անհատույց ես չէի ասի դա անհատույց է, բայց ավելի շատ սա նման է նրան, որ պետությունը փոխհատուցվում է նրանով, որ ինքը իր ազգաբնակության դեմոգրաֆիայի հարցն է լուծում։ Մյուս կողմից Երևանում միայն կա 258,000 բնակարան, որի 80%-ը ունեն սեյսմակայունության խնդիր եւ այս հարցն է լուծում։ Եվ ես չեմ կարծում, որ սա ինքը իրանով անհատույց է, որովհետեւ սրանով մենք սոցիալական հարց ենք լուծում։ Հասկանալի է, բայց այստեղ նաև պետական այսպես ծախսերի հարց է առաջանում, հա, բավականին լուրջ ծախսեր են, նույնիսկ օրինակ եկամտային հարկի վերադարձման վրա արդեն ծախսերը գերազանցել են 80 միլիարդ դրամը, հա։ 26-ի բյուջեում 100 միլիարդից ավել։ Այո, 100 ենք արդեն հասնում, 2025-ին է մոտություններ։ Այսինքն դուք այդ ծախսերը պատկերացնում եք կամ ինչի հաշվին եք այդ ծախսերը։ Դրա համար էլ մենք հասկանալով, որ արդեն պետությունը ունի նմանատիպ խոշոր ծախսեր, մենք չենք ուզում նոր լրացուցիչ դրամային ծախսեր կատարել, բայց մենք ուզում ենք պետության տրամադրության տակ գտնվող այն ակտիվները, որոնք որ հնարավոր է լինեն, այդ ակտիվները վերցնենք եւ դարձնենք ավելի օգտագործելի, որովհետեւ եթե կա ինչ-որ հատվածներ, որտեղ կան հողատարածքներ, որը պետության բալանսի վրա են գտնվում եւ դրանք ոչ մի բանի համար չեն օգտագործվում, դրանք կարելի է օգտագործել այս խնդիրները լուծելու համար։ Երևանի պարագայում կարծում եմ դուք էլ կհաստատեք, որ այսպես գերկառուցապատում ունենք մենք եւ նույնիսկ 50,000-ի չափով բնակարաններ ա կառուցվում, որոնց վաճառքի հետ կապված հարցեր կան։ Ըստ ձեր ծրագրի առաջարկում է լրացուցիչ հողահատկացում կատարել, շինարարություն կատարել, բայց նախկինները ոնց են վաճառելու այդ պարագայում։ Այսինքն շուկայում կարա բավականին լուրջ նախորդ տարի ոչ բալանս առաջանում։ Բալանսի խնդիրը նաև գալիս է նրանից, որ այդ բնակարանների գները ոչ միշտ են մատչելի, իսկ մենք իրականում ունենք բնակչության մի հատված, որը ապրում է ոչ անվտանգ շենքերում, ու այս մարդիկ պետք է ինչ-որ ձև այդ շենքերից դուրս գան։ Պարոն Ֆարսյան, ես կառուցապատող եմ, ես հիմա
բնակարան եմ կառուցել, որի ինքնարժեքը գալիս է այս պահին ենթադրենք $1200։ Հիմա գալիս է պետությունը, ասում է շինարար, մեկ այլ շինարար, վերցրա այս հողակտորը կառուցի $700։ Ես շուկայում ինքնին դուրս եմ մղում շուկայից, կամ լուրջ ֆինանսական խնդիրներ եմ ունենալու։ $1200 ինքնարժեքը։ Իսկ միգուցե $600։ Եթե հողակ, նայեք, կա այսպես կոպիտ հաշվարկներ, որոնք մեկ քառակուսի շինարարությունը մոտ $700 արժի, օրինակ շենքերի պարագայում $200-300 հող է, ամենակոպիտ հաշվարկներով։ Հիմա երբ որ պետությունը նման քայլ, բա մնացած շինարարների վիճակը ինչ է լինելու այս պարագայում։ Չէ, տեսեք, մնացած շինարարները այսպես թե այնպես ունեն իրենց շուկան, բայց պետությունը այդ քայլը լուծում անում է նրա համար, որպեսզի կարողանա ասում նորից այդ սեյսմակայունության հարցերը լուծի։ Այսինքն մենք այստեղ չենք նայում, որ մնացած բիզնեսներին խանգարելու ենք, բայց մնացած բիզնեսմենները նույնպես կարող են մասնակցել այս process-ներին։ Այսպես թե այնպես, այս մնացած բիզնեսմենները մի քանի տարի հետո էլ շինարարությամբ չեն զբաղվելու, որտեղ եկամտային հարկը երբ որ ամբողջությամբ փակվի, ես չեմ կարծում, որ Հայաստանում բնակարանների հանդեպ մեծ պահանջարկ է լինելու։ Իսկ նման քայլով մենք նաև նոր առաջարկ ենք ստեղծում հենց այդ նույն շինարարների համար։ Բայց եղածը չեն կարողացել բավարարել։ Բայց եղածը չեն կարողանում բավարարել։ Այո, նկատի ունեմ, չեն կարող իրացնել այդ տեսակը։ Այդ եմ ասում, եղածը չեն կարողանում ամբողջությամբ իրացնել։ Այո, այս Ես ինչքան գիտեմ, անցած տարի շինարարության ոլորտում էլի աճ է եղել։ 2025-ին աճ եղել է, վաճառքների ծավալը ավելացել է, բայց բավականին լուրջ այսպես նոր ռիսկեր են իհայտ եկել, որտեղ նոր այսպես սխեմաներ են դնում, այսպես մասսային վճարներ, ապահովագրություն եւ այլ եւ այլ։ Ինչեւ ամեն դեպքում այս շուկան բավականին զգայուն շուկա է եւ այս շուկան նաեւ իր ազդեցությունը թող նաեւ ֆինանսաբանկային ոլորտի վրա, որտեղ կտրել են բնակարանները այսպես անշարժ։ Եթե ձեր ասած գաղափարը մոտենաք, դուք առաջարկում եք գները իջեցնել անշարժ շուկայում սոցիալական թեկուզ շերտերի համար, ճիշտ է։ Բայց այստեղ մի հատ կարևոր նրբություն կա, որ ես կուզեի անդրադառնալ այս հարցին։ Մենք չենք ասում, որ 100%-անոց իդեալական ծրագիր ենք առաջարկում, մենք գիտենք, որ այս ծրագիրը ունի ռիսկեր։ Այստեղ գլխավոր հարցը հետևելն է. կամ մենք չենք անում, ու այս մի քանի տարի հետո մեր մոտ շինարարության ոլորտը կանգնում է, ու մենք նորից ունենում ենք մի վիճակ, որ կառուցել են 25000 կամ մոտ այդքան բնակարան է կարծեմ կառուցվել Երևանում, ու կառուցել ենք այդքան բնակարան, բայց բնակարանների մոտ 80%-ը էլի ոչ սեյսմակայուն վիճակ են ու այստեղ ոչ մի քայլ չենք անում, թողում ենք ինչ կլինի, կամ պետք է ինչ-որ նախաձեռնող լինենք ու այստեղ այս հարցերը փորձենք ինչ-որ ձև լուծել։ Այստեղ գլխավոր հարցը հետևելն է. մենք չենք կարող նույն եկամտային հարկի ծրագիրը շարունակել, որովհետև ինքը արդեն մեծ բյուջեից եկամուտներ է պահանջում ու արդեն 100 միլիարդից ավել է։ Երկրորդ, մենք չենք ուզում, որ մեր բնակիչները իրենց ամբողջ խնայողությունները նորից տանեն շինարարության ոլորտում պահեն, որովհետև դա մյուս ոլորտներից է խլում, ու եթե դուք նայեք մեր տնտեսական աճը, դուք կտեսնեք, որ իրականում մեր տնտեսական աճը վերջի տարիներին եղել է հիմնականում ոչ արտահանելի ճյուղերի վրա եւ հիմնականում խրախուսվել է Ռուսաստանից եկած եկամուտների հաշվին։ Այսինքն մենք այս երկու ռիսկը տեսնում ենք, այս երկու խնդիրը տեսնում ենք, բայց մենք մյուս կողմից ունենք խնդիր, որը չենք կարող հետաձգել եւ այս ամենը հաշվի առնելով մենք առաջարկում ենք այս ծրագիրը։ Եթե կա ավելի լավ ծրագիր, մենք շարժումը սկսելուց առաջ ամենասկզբում ասել ենք, որ պատրաստ ենք բոլորին լսել, մենք դա կլսենք, բայց այս պայծրությամբ բոլոր թերությունները հաշվի առնելով, բոլոր խնդիրները հաշվի առնելով, մենք գտնում ենք, որ սա լավագույն լուծումն է, որը մենք կարող ենք առաջարկել։ Ուժեղ Հայաստանի այսպես սոցիալ-տնտեսական պլատֆորմերի կետերից մեկը գյուղմթերքի մթերումը։ Սա բավականին լուրջ խնդիր է, ոչ միայն տնտեսական, այլ նաև սոցիալական նշանակություն ունի, հաշվի առնելով այն, որ մեր բնակության մոտ 1/3-ը այսպես գյուղերում է ապրում կամ աշխատուժի 1/3-ը զբաղված է գյուղատնտեսական աշխատանքներում եւ եթե ուշադրություն դարձնենք վերջին տարիների մեր ընդհանուր տնտեսական աճը գյուղ ոլորտը շատ հետ է մնում, այսինքն մնացած ոլորտները շատ արագ առաջ են գնում, գյուղ ոլորտը շատ դանդաղ է լինում։ Գյուղ մթերքի մթերումը նախ դարձյալ ասելով ինչ եք հասկանում եւ ինչպես եք դա այսպես իրականացնելու, հատկապես իրացման հարցը ինչպես եք դա պատկերացնում։ Ճիշտ եք ասում, ունենք բնակության մոտ 1/3-ը ապրում է գյուղական շրջաններում եւ մոտ 200,000 տնտեսվարող կա, որ ֆերմերությամբ է զբաղվում, այսպես ասենք։ Հիմա այստեղ հիմնական հարցը հետևելն է։ Երկար տարիներ փորձել են այս հարցը ինչ-որ ձև լուծեն ու տարբեր մոտեցումներ առաջարկվել, օրինակի համար եղել է պարարտանյութի ինչ-որ հատկացում գյուղացիներին կամ դիզվառելիքի հատկացում գյուղացիներին,
հետո որոշեցին, որ ավելի լավ է էժան վարկեր տրամադրեն գյուղացիներին, բայց բոլոր այստեղ փոխանցելով բանկերին այս։ Այստեղ այդքան հիմնականում ոչ թե ռիսկը բանկերին փոխանցելն էր, այո, ինչ որտեղ նաև ռիսկը բանկերին փոխանցեցին, բայց փորձում էին ինչ որ ձև գյուղացիներին էժան միջոցներ տրամադրեն, որ գյուղացիները կարողանային ներդրում կատարել, բայց այստեղ հիմնական ամենամեծ հարցը հետևելն է. Հայաստանում գյուղացիական տնտեսությունները փոքր են։ Գյուղացիական տնտեսությունները քանի որ փոքր են, իրենք չեն կարողանում էլի նույն մեծ ծախսեր կատարել, եւ մենք պետք է գնանք նրան, որ անուղղակի խոշորացում կատարվի։ Աշխարհի տարբեր երկրներում եղել է, որ օրինակ գյուղացիները միավորվել են իրար հետ ու կարողացել են օրինակ դեպի արտահանման շուկաներ դուրս գան, որտեղ երբ որ դուք 15 հոգով եք, այլ ոչ թե մենակ եք, դուք կարողանում եք ձեզ թույլ տալ ծախսեր, որը միայնակ չեք կարող թույլ տալ։ Հիմա բայց Հայաստանում գյուղացիների մոտ, մեր գյուղացիների մոտ նման տենդենս մենք չենք նկատում։ Մենք ուզում ենք անուղղակիորեն նաև սա խրախուսենք եւ անուղղակիորեն բերենք նրան, որ գյուղացիական տնտեսությունները խոշորանան, որ գյուղացիները հասկանան, որ իրանք իրար հետ միանալով կարող են այս հարցը լուծել։ Օպերատիվների տրամաբանությունը, հա։ Դա անուղղակիորեն վերջնական արդյունքում բերելու է դրան։ Իսկ այս մթերման կայանների հարցը նաև մեկ այլ հարց է լուծում, որպեսզի գյուղացին հասկանա, որ գյուղացին արտադրելուց այլևս այդքան չմտածի վաճառքի մասին։ Եթե ինքը կարողանա իրենը վաճառի, իր ապրանքը այսպես թե այնպես վաճառի, մթերման կայանը իրեն զուտ ծառայություն է մատուցելու, որ ինքը իր ապրանքը կորուստը նվազեցնի, բերի, հավաքի, կարողանա ինչ որտեղ պահուստավորի, մյուս կողմից պետությունը սրանով կարողանալու է ըստ զոնաների խրախուսել այն ապրանքների արտադրությունը, որը իր համար կարևոր է, նաև հստակ պլանավորում իրականացնել, որ շատ ժամանակ մենք տեսնում ենք ինչ որ X տարում վարունգն է շատ արտադրվում, վարունգի պանջարկը շատ է լինում, հաջորդ տարի ամբողջ գյուղացիները սկսում են այդ ապրանքից արտադրել, այդ ապրանքի գինը ընկնում է ու բոլորը սկսում են կորուստներ ունենալ։ Այստեղ նաև մի կարևոր կտոր կա, մենք ինչի չենք հավատում, որ օրինակ բանկերի միջոցով գյուղացիներին սուբսիդավորումը աշխատող տարբերակ է։ Եթե դուք նայեք, այսինքն այս վերջի տարիների որոշակի որ ջերմոցային առաջընթաց կա, դա հիմնականում քաղաքաբնակներն են արել, այսինքն այնպես չի, որ գյուղի բնակիչները կարողացել են իրենց թույլ տան, օրինակի համար սովորական գյուղացին կարող է իրեն թույլ տալ գնալ բանկից $100,000 վարկ վերցնել, միանշանակ բանկի իրեն այդ վարկի դիմաց մերժելու է ու նոր ջերմոցային տնտեսություն սկսել։ Այս բոլորը հասկանալով մենք տեսնում ենք, որ հիմնական խնդիրը գյուղացուն որոշակի կայուն եկամուտով ապահովելն է, որը մեր հաշվարկով պետական բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենալու եւ դրա շնորհիվ, բայց ավելի շատ բերելու է ոլորտի կայունացումը։ Այս դեպքում պետությունը ինչ պետք է անի։ Պետությունը որոշակի ֆիքսված գին է սահմանելու, որով ինքը ասելու է ես պատրաստ եմ քեզանից այս գնով մթերում կատարել։ Եթե դու կգտնես շուկա, որտեղ որ դու պատրաստ ես այս ապրանքը վաճառել, դու վաճառի։ Եթե չէ, ես այս հատվածից օրինակի համար այս 5 գյուղից կամ 6 գյուղից այս պայմանական եմ ասում, կամ այս շրջանից ես պատրաստ եմ մթերել լոլիկը եկող տարի այսինչ գնով։ Գյուղացի ջան, եթե դու պատրաստ ես, ես քեզանից պատրաստ եմ գնել, պահել, ես հետո այդ հարցը կլուծեմ։ Իմ համար այդ հարցը ինչ որ լուծելը ավելի հեշտ է, քան ձեր համար բոլորիդ առանձին վերցրած։ Եվ սրանով նաև մենք բերելու ենք նրան, որ ապրանքների որակն է բարձրանալու։ Մենք սրանով կարողանալու ենք բերենք նրան, որ գյուղացիներին կարողանալու ենք ուղղորդել թե ինչ պարարտանյութ տան։ Այս բոլոր հարցերը մենք տեխնիկաներն արդեն ավելի շատ, այսինքն հողակտորների անուղղակի խոշորացում է գնալու։ Ըստ էության ձեր ասած մոդելը պետությունը պատվեր է իջեցնելու գյուղացուն ինչ արտադրել։ Այո։ Ինչքան արտադրել եւ երբ արտադրել, հա մոտավորապես։ Եվ կարևորը որ մթերման կայանը այդ պահպանության միջոցն է լինելու, որ գյուղացիների ապրանքը չփչանա։ Այս ամենակարևոր լուծումներն է, որ մենք առաջարկում ենք ու մեր ծրագրի անկյունակարային կետերից մեկը հենց այս կետն է՝ գյուղացիական բերքի մթերումը։ Դուք կարծում եք պետությունը այս պահին ունի այդ կարողությունները, որ նման ինստիտուտներ ստեղծի, ըստ ձեզ։ Տեսեք, սա շատ նման է այդ բնակարանի շինության հարցին, կան հարցեր, որ անհետաձգել են ու կան հարցեր, որոնք տարբեր տարիներ պետությունը մոտեցել է ու չի կարողացել լուծել։ Մենք տեսնում ենք, որ բոլոր հնարավոր տարբերակները փորձարկվել են ու չեն աշխատել։ Մեր բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ սա միակ հնարավոր լուծումն է։ Սա երբեք Հայաստանում չի արվել, ինքը ունենալի է բազմաթիվ խութեր եւ ռիսկեր, բայց մենք գտնում ենք, որ ավելի լավ է մենք այս ծրագիրը սկսենք, ընթացքում հասկանալով որտեղ չի աշխատում ծրագիրը փոխել եւ կարգաբերել, քան թե թողել այս խնդիրը սենց անընդհատ մնա։ Իսկ լավ, եթե ընդհանրեն պետությունը մթերեց, ինչ է անելու այդ մթերքը։ Վաճառելու է շուկայում։ Ո՞ր շուկայում։ Հայկական կամ արտահանելու է։ Այսինքն պետությունը դառնալու է վերավաճառող։ Պետությունը այստեղ ոչ թե մթերում է, նայեք, ավելի շատ պետությունը այստեղ
խաղալու է այն դերը, որ ենթադրենք կա ինչ-որ խոշոր տնտեսվարող X ընկերություն, որը պատրաստ է գնի այս ապրանքը, բայց ինքը ավելի հեշտ է իր համար ինքը գա մեկ մթերման կայանից այս ամեն ինչը վերցնի եւ պետությունն էլ ասելու է, որ ես օրինակ գյուղացիներ ջան, ձեզանից պատրաստ եմ 110 դրամով այս ապրանքը գնել, դրանով ինքը ապահովելու է այդ ապրանքի առաջարկը, իսկ այս մարդը, որ ունի այս X բիզնեսը, ինքը գալու է այս արդեն պետությունից վերցնել է ու տանի։ Որոշակի կարող է ինչ-որ տարվա ընթացքում պետությունը օրինակի համար ծախս կատարի, բայց երկարաժամկետում մենք ակնկալում ենք, որ դա արդեն բերելու է նրան, որ օրինակ 110 դրամով գնելու է 110 դրամով վաճառի ու վնասներ իրականում չի կրելու, դա մոտավորապես փոխարժեքի շուկայի գաղափարով է լինելու, օրինակ ոնց է կենտրոնական բանկը բանկային ոլորտը կարգավորում, հայ ինչ որ պահի կարող է կենտրոնական բանկը ունենա ինչ որ կորուստ, հետո ունենում է շահույթ, բայց երկարաժամկետում դա բերում է նրան, որ ոլորտը կարգավորվում է ու գնահատել եք մոտավորապես ինչքան ֆինանսապետ դրամարներ դնել առհասարակ ամբողջ Հայաստանի։ Հա, օրինակ թեկուզ Հայաստանի ենթադրենք 60%-ը կամ 50%-ը նման մթերման կետերով փակելու համար 200,000 տնտեսվարող ունենք, եթե 100,000-ին ներգրավելու համար։ Ես հիմա մի թիվը փորձեմ մտաբերեմ, մոտ 50-ից մինչև 70 միլիոն դոլար է լինելու։ Բայց մենք սենց ենք պատկերացնում, որ մենք այս հիմնական ծախսը ոչ թե կատարելու ենք, այլ այս հիմնական ծախսը երկարաժամկետում զրոանալու է։ Մեր համար այսինքն պետությունը ծախս չի կատարելու։ Ինչ գնով գնի, այն գնով էլ վաճառելու է։ Այսինքն պետությունը պետք է ենթակառուցվածքներ ստեղծի։ Դա կապիտալ ներդրումներ է դրա համար արկա։ Սա մեկ, այսինքն մի գումար սա։ Դրան գումարած ամեն տարի պետք է ընթացիկ որոշակի գումարներ հատկացնի շրջանառու միջոցների համար, հա։ Այսինքն դուք կարծում եք դա 50-ից 70 միլիոն դոլարով հնարավոր է կազմակերպել։ Այո։ Մեր գյուղ ոլորտը մեր հնայի մոտ 7%-ն է կազմում, պարոն Ֆարսյան։ Այսինքն մեր հնան մոտավորապես այս պահին 26 միլիարդ դոլար է կազմում, այսինքն 7%-ը դա մոտավորապես 700 միլիոն դոլարի մասին է, հա, գալի, հա, կոպիտ հաշվարկով։ Այսինքն դուք 70 միլիոն դոլարով փորձում եք գյուղ ոլորտի ամբողջ մթերման կամ լավ 50% մթերման հարցը։ 700 միլիոնը դուք որ ասում եք, այդ ամբողջն եք դուք ասում։ Այո, ամբողջն։ Բայց մենք հո ամբողջը չենք գնելու, հետո ամբողջը նույն գնով վաճառելու։ Լավ, կեսը օրինակ։ Չէ, ամբողջ հարցը հետևելն է, երբ որ դուք ասում եք այդ 700 միլիոն դոլարը դուք գնելու եք, այդ 700 միլիոն դոլարի վրա այդ վերևի մարժան դուք պետք է հաշվի առնեք, որը մինչև 10% է կազմում, ավել չի կազմում։ Այսինքն այնպես չի, որ այդ 700 միլիոն դոլարը գնել ենք ու 0 դոլարով վաճառենք, որ ասեմ ենք 700 միլիոն դոլար։ Մոդելը որևէ երկրում կիրառված կա, փորձ ունեք այդպեսի։ Իսպանիայում է կիրառվել, Ֆինլանդիայում է կիրառվել, եթե չեմ սխալվում Նոր Զելանդիայում էլ է կիրառվել։ Պետական մակարդակով, թե օրինակ ես տեղյակ եմ Իսպանիայի օրինակ Մոնդրագոն կոոպերատիվի մասին, որ բավականին լավ կոոպերատիվ 80,000-ից ավել անդամներ ունի, որ ոչ թե պետականը, այլ այսպես պետության կողմից աջակցությամբ ստեղծված մասնավոր է, հա, օրինակի համար։ Այստեղ որտեղ էլի ռիսկը պետությունը ասում է աջակցեմ, բայց ինչ որ փուլից հետո, այսպես ասած, գնա ինձանից հեռու, ես չեմ ուզում զբաղվել։ Վերջնական մեր նպատակն էլ է դա, որ ինչ որ բայից պետությունը պետքա դուրս գա, այնպես չի, որ պետությունը պետք է այնտեղ մնա, բայց եթե մենք սպասենք, այս հարցը չի լուծվելու։ Այսինքն մենք չենք կարող հույս ունենանք, գրեթե զրոյական է շանսը, որ Հայաստանի Հանրապետության գյուղացիները միավորվելու են իրար, ստեղծելու են կոոպերատիվներ ու իրենք իրենց հարցերը լուծելու են։ Շատ լավ, պարոն Ֆարսյան, դուք նաև մի առաջարկ եք ներկայացել դեղորայքի շուկայի հետ կապված, դեղորայքի գների նվազեցում, մատչելիություն։ Այս խնդիրը ինչպես է լուծելու շուկայական, այսպես տնտեսության պայմաններում։ Մենք այստեղ 3 լուծում ենք տեսնում, առաջինը մենք տեսնում ենք, որ մեր հարևան երկրի հետ համեմատած Հայաստանի դեղորայքը 30%-ով մոտավորապես թանկ է։ Սա մեր համար սոցիալական հարց է։ Մենք հասկանում ենք, որ այս հարցը հնարավոր է լուծել այնպես, որպես ոնց որ հենց նույն Վրաստանում են այդ հարցը լուծել, իրանք սահմանել են որոշակի գին, որից բարձր որոշակի դեղամիջոցներ, այո, որից բարձր որոշակի դեղամիջոցներ չի կարելի ծախել։ Դա չի նշանակում, որ ամբողջությամբ իրենց գինը մենք ենք որոշելու, բայց կա որոշակի դեղամիջոցներ, որոնց գինը պետքա բարձր չլինի եւ այս հարցով մենք կարողանալու ենք մարդկանց համար ավելի մատչելի դեղեր բերել հասցնել Հայաստան։ Եթե լավ գինը դնեք այնպիսի, որը տնտեսվարողին ձեռնտու չէ, լավ բերի չի արտադրի, ինչ ան։ Մենք դրա համար էլ լուծում ունենք, կստեղծվի հատուկ պետական ընկերություն, որը այդ դեղերը ինքը կներմուծի։ Այսինքն պետությունը դառնա նաև դեղերի շուկայում որոշ առումներով, այո, կարողանա։
Բայց դուք ձեր այս մոդելով չեք խարխլում այդ շուկայական տրամաբանությունը, այսինքն մասնավոր կազմակերպություններ, որոնք այդ գործով են զբաղվում, ինչպես կարող են մրցակցել։ Մենք իհարկե շուկայական տրամաբանության կողմնակից ենք, բայց մենք հասկանում ենք, որ շուկան Հայաստանում ամբողջությամբ չի կարգավորում այն հարցերը, որ մենք ունենք։ Եթե մենք ամբողջությամբ թողնենք շուկային, օրինակ բնապահպանական հարցերն է պետք է թողենք ու ասենք։ Համաձայն եմ, այո, մեր համանadությամբ սոցիալական շուկայական տնտեսություն պետք է ունենանք, բայց ձեր ասած մոդելով դուք ստեղծում եք մի հատ նոր տնտեսվարող, որը դառնում է այսպես մնացածի նկատմամբ բավականին լուրջ առավելություններ ունեցող։ Ոչ բոլոր դեղերը, միայն այն դեղերը, որոնք որ կարևոր են։ Այսինքն որոշակի ցանկ եք ֆիքսում օրինակ դեղերայքից։ Այդ դա չի նշանակում, որ օրինակ տնտեսվարողին մենք ասելու ենք բան արեք։ Բոլոր դեղերը մեր ասած գնով վաճառեք։ Ոչ, իրենք բիզնես են անում, բայց նաև պետք է հասկանանք, որ այն բարձր շահույթը, որ իրենք որ ստանում են, կամ միգուցե իրենք ունենան ավելի բարձր ծախսեր, միգուցե այդ ծախսերը կարողանան այնպես անել, որ իրենք ավելի ցածր ունենան ծախսերը։ Միգուցե այս դեպքում, պարոն Ֆարսյան, պետք է մոտիկանալ գնորդի կողմից, այսինքն ոչ թե փորձել արտադրողի համար գին սահմանալ, այլ գնորդը այսպես գնումները խոշորացնել։ Օրինակ մի շարք երկրների փորձ կա, որ պետությունը խոշորացված գնումներ է իրականացնում եւ դրա միջոցով օրինակ շուկայում գներներ է իրականում։ Այդ ընկերությունը նաեւ դա ներքին շուկայի ոչ թե ներքին շուկայում ավելի հեշտ կլինի օրինակի համար պետական ընկերությունը, որը խոշոր ընկերություն է, օրինակ գնա եւ խոշոր պայմանագրեր կնքի դրսի ընկերությունների հետ, ասի ես դեղը ես քեզանից մեծ քանակով կգնեմ, ու հայկական ընկերություններն ստիպված չեն լինի գնան փոքր վրացական ընկերություններից օրինակ դեղը վերցնեն, բերեն եւ ավելի թանկ նստի իրենց վրա, այլ միանգամից հայկական խոշոր ընկերությունից կգնեն, ավելի էժան իրենց համար կնստի։ Նայեք, օրինակ ներկայումս Հայաստանում ներդրվում է առողջապահության համապարտադիր ապահովագրական համակարգը, որը շրջանակներում նախատեսվում որ պետությունը պետք է նաեւ դեղորայքներ գնի։ Օրինակ դուք առհասարակ ինչ կարծիք եք այս պետական ապահովագրություն ունենալու մասին եւ արդյոք դրա միջոցով չեք կարող դուք դեղերի գները որոշակի այսպես կարգավորել։ Նայեք, առողջապահության ապահովագրությունը ինքը բազմաթիվ քննադատությունների արժանացած ծրագիր է, բայց մենք ամեն դեպքում կարծում ենք, որ ավելի լավ է կատարվի ու լավ կատարվի, քան թե անընդհատ այդ հարցը այդպես մնա, բայց այստեղ հիմնական հարցը ուրիշ է։ Մենք չգիտենք ծրագիրը իրականում ոնց է կատարվելու, որովհետև վերջնական արդյունքում չի մատուցվել հանրությանը, թե այս ծրագիրը վերջնական ինչ հարց է լուծելու, այսինքն չկա հիվանդությունների ցանկ, ես ման եմ եկել, չեմ գտել, չկա այն դեղամիջոցները, որոնք իրենք փոխհատուցելու են։ Ինքը ավելի շատ անուղղակի հարգման է նմանվել, քան թե նման է առողջապահության ապահովագրության, բայց ինչևէ հուսանք ծրագիրը ինքը իրեն կարդարացնի, այստեղ կա երկրորդ հարցը։ Մենք կարծում ենք, որ լրացուցիչ պահանջարկը, որը որ ստեղծելու այս առողջապահության ապահովագրության ծրագիրը ինքը բերելու է իրականում ծառայությունների եւ դեղամիջոցների թանկացման, ոնց որ օրինակ եղել է մյուս ծրագրերի դեպքում, օրինակի համար հենց նույն հիպոթեկային վարկերի ծրագիրը ինքը սկզբնական Երևանում 2014 թվականին 1 քառակուսի մետր բնակարանի գինը $5-600 էր, հիմա դուք $5-600 երբեք ոչ միտեղ Երևանում բնակարան չեք գնի, որովհետև պահանջարկը, որը որ պետության կողմից ստեղծել, դա բերեց բնակարանների գրեթե կրկնակի գնի թանկացման։ Հիմա նույն ռիսկը մենք այստեղ ենք տեսնում, որ հիվանդանոցային ծառայությունները եւ դեղամիջոցների գները թանկանալու են ու վերջնական արդյունքում մենք էլի նորից խնդիրների առջև ենք կանգնելու։ Շատ լավ։ Վերադառնալով ըստեյության այսպես վերջին կետի նաև տրամաբանական էր, այսինքն մենք պետք է տնտեսական քայլեր անենք, այսպես նախագծեր, որ հասնենք աշխատատեղերի։ 300,000 աշխատատեղերի խոստումը ինչպես է հաշվարկել, հա, այդ 300,000-ի մասով, եւ դուք ունեք մոտավորապես հաշվարկի ինչ գումարներ եք ներդնելու այդ 300,000-ը ստեղծելու եւ որ ոլորտներն, որովհետեւ շատ հաճախ Հայաստանում կան կամ հանդիպում են աշխատատեղեր, որոնց համապատասխան մասնագետներ չկան ուղղակի։ Այսինքն 300,000 աշխատատեղ ասելուց զատ պետք է հասկանանք նաև քո աշխատուժին դա կբավարարի կամ քո աշխատուժը այդ պայմաններին կբավարարի։ Այստեղ ամենակարևոր հարցերն է, որը նաև կապված է մեր նախորդ ծրագրերի հետ։ Հիմա ես հերթով ասեմ։ 300,000 աշխատատեղ ստեղծելու համար մենք պատկերացնում ենք ինչքան ներդրում է պետք, մոտավորապես Հայաստանում մեկ աշխատատեղ ստեղծելու համար 2020 թվականից մինչև 2025 թվականը մեկ աշխատատեղ ստեղծելու համար կատարվել է մոտ $50,000 ներդրում, այս $50,000 մեջ նաև մտնում է պաշարի ավելացումը, որը կատարվել է, այսինքն այդ կապիտալ ծախսեր եւ պաշար։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում եւս 300,000 աշխատատեղ հնարավոր է ստեղծել ու հաշվի առնելով Հայաստանի համախառն ինչպես է այդ 300,000-ը ստացել։ 300,000
մենք այդ թիվը ստացել ենք հաշվի առնելով Հայաստանի համախառն կուտակումը, այսինքն մոտավորապես տարեկան զուտ կուտակումը Հայաստանում մոտավորապես տարեկան այս պահին 2 միլիարդ դոլարի կարգի կապիտալ է կուտակվում, որը կառուցվածքային խնդիրների պատճառով չի գնում այն ոլորտներ, որոնք կարող են ավելի բարձր մուլտիպլիկատիվ էֆեկտ ապահովեն, օրինակ չի գնում մշակող արդյունաբերություն, եթե դուք նայեք 18 թվականից Հայաստանում զբաղվածությունը ինչպես է փոխվել, ապա դուք կտեսնեք, որ այո, ֆորմալ գործազրկությունը նվազել է մոտ 250,000 աշխատատեղով, այսինքն ֆորմալ առումով մենք ունեցել ենք 250,000 նոր աշխատատեղ, բայց իրականում զբաղվածությունը ավելացել է 138,000-ով եւ հիմնական խնդիրը այստեղ հետեւյալն է, 138,000-ը ավելացել է, բայց ավելացել է ոչ արտահանելի ոլորտներում, օրինակ 40,000 աշխատատեղ ստեղծվել է Մանրածախ առևտրի եւ ավտոմեքենաների նորոգման ոլորտում, մոտ 20,000 աշխատատեղ ստեղծվել է կրթության ոլորտում, մոտ մի այդքան էլ ստեղծվել է շինարարության ոլորտում, սրանք ոչ արտահանելի ոլորտներ են եւ մենք տեսնում ենք, որ կապիտալը չի գնում այն ոլորտներ, որտեղ ավելի կայուն զարգացող երկարաժամկետ տնտեսական աճ է հնարավոր ապահովել, մասնավորապես մշակող արդյունաբերություն, ու մենք շեշտը հենց այս ոլորտի վրա ենք դնելու, որ պետք է ներդրումները գնան մշակող արդյունաբերություն, միաժամանակ թե այնտեղ, որտեղ որ հնարավոր է ներմուծումը կրճատել, որտեղ Հայաստանի ներմուծման սալդոն մոտ 4 միլիարդ է արդեն հասել, այսինքն մենք 4 միլիարդի ավելի շատ ապրանք ենք ներմուծում, քան արտահանում ենք։ Մյուս կողմից նախորդ ոլորտները, որ ես ասում եմ, օրինակ գյուղատնտեսության մթերումը ինքը թույլ է տալու մեզ, որպեսզի մենք կարողանանք նորմալ սննդի վերամշակման արդյունաբերություն ստանալ, որովհետև հիմա Հայաստանում սննդի վերամշակման արդյունաբերության խնդիրներից ամենամեծը նա է, որ արդյունաբերողը ինքը պետք է հարաբերվի 1000 տնտեսվարողի հետ, ինքը գնա գյուղերից հերթով միրգ հավաքի, տարբեր ստանդարտների, տարբեր որակի, տարբեր թունակիմիկատներ տված այս գյուղացիների հետ շատ ժամանակ ինքը թղթաբանության հարցեր ունենում ու շատ ժամանակ նորմալ խոշոր բիզնեսը չի գալիս Հայաստան, որտեղ մարդիկ ասում են լավ, ես գամ Հայաստան ում հետ եմ աշխատելու։ Իսկ ես նաև այդ մթերման կայանները թույլ են տալու, որ մենք օրինակ նորմալ սննդի արդյունաբերություն ունենանք, իսկ այդ որը կարողանալու ենք արտահանենք մերձավոր արևելքի երկրներ, իսկ այստեղ մենք միանշանակ մասնագետների էական խնդիր չենք ունենալու, որտեղ դա շատ բարդ արտադրություն չի։ Մենք տեքստիլի վրա ենք շատ մեծ շեշտ դնելու, որպեսզի մեր գյուղական շրջաններում կամ մարզային շրջաններում տնային տնտեսուհիներին կարողանանք ինչ-որ ձև զբաղեցնել։ Սա էլ շատ բարդ արտադրություն չի եւ միանշանակ մենք աշխատատեղեր կստեղծենք այս ոլորտներում։ Այո, բայց ձեր ասած ըստ էության աշխատատեղերի մի մեծ մասը այսպես ցածր եկամուտով աշխատատեղերն էին, հա, տեքստիլը, օրինակ նույն գյուղ ոլորտը ներկայումս։ Ըստ ձեզ սա մեր Հայաստանի տնտեսության այսպես զարգացման ճանապարհն է, այսինքն մեր շեշտը դնենք էժան աշխատուժի ներգրավման վրա կամ էժան աշխատատեղերի վրա, այսինքն սա այսպես ենք մենք խնդիրը լուծել։ Ցանկացած պետություն, ընդհանրապես ցանկացած բիզնես կամ ցանկացած տնտեսական հարց լուծելուց հիմքը դնում են ռազմավարությունը, իսկ ռազմավարության հիմքում պետք է լինի այն ռեսուրսները, որը մենք ունենք։ Հիմա մենք չենք կարող հողից կտրված ասել, որ մենք ունենք Հայաստանում մոտ 1 միլիոն մարդ բնակիչ գյուղերում եւ մենք օրինակ Հայաստանում չիպերի գործարան ենք սարքելու, ո՞նց ենք մենք դա անելու։ Դա այո, բավական լուրջ խնդիր է, բայց այսպես տեսլականի առումով միգուցե ճիշտ, հա, որ պետք է փորձենք ձգտենք 10 տարի հետո 15 տարի հետ։ Ինչու եմ այդպես ասում, քանի որ մեզանից էժան աշխատուժ ունեցող երկրներ կան, մեր հարևան երկրները, չասած Հնդկաստանը, Շրի Լանկա, ասիական երկրները անհամեմատ էժան են։ Մեր ռազմավարության հիմքում ընկած է ոչ միայն մեր այն հանգամանքը, մենք չենք խոսում նրանից, որ մեր աշխատուժը էժան է, բայց մեր ռազմավարության հիմքում ընկած չէ միայն դա։ Մենք առաջարկում ենք կոմպլեքս լուծում։ Մենք առաջարկում ենք մի քանի բան միաժամանակ։ Մենք առաջարկում ենք այն, որ պետությունը կառաջարկի նորմալ խաղի կանոններ, կաջակցի ենթակառուցվածքներով, կտրամադրի քիչ թե շատ բարձր որակավորում ունեցող աշխատողներ, համեմատաբար նորմալ աշխատավարձով, չեմ ասի շատ ցածր, բայց նաև հաստատ եվրոպականի կամ այլ երկրների մակարդակի չի, ճիշտ է, կարող է օրինակ Բանգլադեշում աշխատավարձից ավելի ցածր լինի, բայց օրինակի համար իմ կարծիքով Հայաստանում աշխատուժը ավելի բարձր որակավորում ունի, քան օրինակ նույն Բանգլադեշում, եւ մյուս կողմից էլ պետությունը առաջարկում է մատակարարման շղթայի այնպիսի կառուցվածք, որպեսզի խոշոր տնտեսվարողը կարողանա եւ գա Հայաստանում ներդրում կատարի։ Նույն այդ մթերման կայանները բերելու են նրան, որ խոշոր դրսի միջազգային ընկերությունը, որը սնունդ է օրինակի համար վաճառում տարբեր երկրներում, ինքը կարողանալու է իր համար գտնի Հայաստանում վստահելի գործընկեր, որից կարողանալու է գնի, չգիտեմ, 50,000 տոննա խնձորի խյուս, որը կարողանալու է սարքի յոգուրտ, կարողանալու է ստեղծի աշխատուժի այն մակարդակը, որը իր համար գին որակա առումով ավելի հարմար է, քան օրինակ, չգիտեմ,
ինչ որ կողքի երկրում եւ մյուս կողմից էլ պետությունը իրան աջակցելու է ենթակառուցվածքներով եւ հարկային քաղաքականությամբ, որ այս մարդը գա Հայաստանում բիզնես տնի, տարեկան այդ 50,000 տոննան վերամշակի եւ արտահանի մերձավոր արևելյան երկրներ։ Շատ կարևոր է անշուշտ որ պետությունը մեծ հավելյալ արդյունք ստեղծող ճյուղերում ստեղծի այդ աշխատուժը։ Օրինակ ներկայումս Հայաստանում ամենաբարձր աշխատավարձ ստանում են IT, հանքարդյունաբերության եւ ֆինանսական ոլորտում։ Ինչու են այդտեղ ստանում, քանի որ այդտեղ օրինակ արտադրողականությունը բարձր, այդտեղ ծառայությունների գները բարձր են, դրսի շուկայի հետ են աշխատում։ Եվ մեր քաղաքականության այսպես հիմնակար, այո, պետք է մենք մտածենք, որ մեր սեգմենտը համաշխարհային հանրության այս դաշտում լինում է բարձր աշխատավորող, որակյալ աշխատուժի ներգրավումը, որտեղ երբ որ մենք քանակի մասին ենք խոսում, հա 300,000-ը անշուշտ հնարավոր չի այսպես բարձր վճարվող աշխատատեղեր ստեղծել, հա, եթե այդ տրամաբանության գնանք, պարոն Ֆարսյան։ Այսինքն մենք ստիպված ենք դրա մի զգալի մասը էժան աշխատատեղեր կամ էժան ցածր աշխատավարձով աշխատատեղեր ստեղծել։ Փորձեմ պատասխանել։ Եկեք հերթով ձեր նշած ոլորտներին անդրադառնանք։ Օրինակ հանքարդյունաբերության ոլորտը ինքը բարձր կապիտալ ինտենսիվ ոլորտ է, որտեղ օրինակ աշխատում է 10,000 մարդ, բայց իրենք 600 միլիոնի հիմա կարծեմ դաժե ավելի շատ է արտադրանք են տալիս, որովհետև իրանք ունեն մոտ 520 միլիարդ դրամ է իրանց երկու։ Հիմա արդեն 1 միլիարդը անցել է։ Իրանք ունեն հարուստ կապիտալ հագեցվածություն, այսինքն իրենք ունեն տեխնիկա, սարքավորումներ, որ իրենց թույլ է տալի բարձր արտադրողականության հասնել։ Բայց մենք Հայաստանում չենք կարող նոր հանքեր բացել, որովհետև համ ոլորտը հետախուզված չի, համ մենք ունենք բնապահպանական լուրջ ռիսկեր, այսինքն այս մասը փակում ենք։ Եկեք անդրադառնանք ֆինանսաբանկային ոլորտին։ Ֆինանսաբանկային ոլորտի հիմնական աճը Հայաստանում վերջի տարիներին մի քանի տարի առաջ ֆինանսաբանկային ոլորտում աշխատավարձերը միանշանակ առաջի կամ երկրորդ տեղում չէին, եթե չեմ սխալվում, երրորդ տեղում էին, նույն հանքարդյունաբերությանն ու IT-ին զիջում էին, հիմա առաջի տեղում են։ Ֆինանսաբանկային ոլորտի վերջի տարիների աճը պայմանավորված է ոչ մեր ներքին գործոններով, պայմանավորված է նրանով, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով մեծ կապիտալ ներհոսքեր են եղել, ու արդյունքում ֆինանսաբանկային ոլորտում աշխատավարձերը բարձրացել են։ Ինչի իհարկե բարձրացման պայմաններում նրանք 421 միլիարդ դրամ մաքուր եկամուտ են ունեցել 2025 թվականին։ Միանշանակ, բայց դա մեր ներքին ռեսուրսներով, մեր ներքին աշխատանքով պայմանավորված չի եղել։ Իսկ IT ոլորտում մենք անցած տարի աշխատավարձի անկում ենք ունեցել։ Այո, IT-ի հետ կապված խնդիր կա, բայց մեր իրականության մեջ շատ հաճախ անտեսվում է նպատակ, այսինքն մարդիկ աշխատատեղ են ստեղծում կամ պետությունը աշխատատեղ է ստեղծում, որ մարդկանց կենսամակարդակը բարձրանա, որովհետև մենք հիմա ունենք աշխատող աղքատներ, այսինքն ինքը աշխատում է, բայց աղքատ է, քանի որ ինքը չի կարողանում բավարարել իր ընտանիքի անդամների եկամուտները կամ նվազագույն պահանջները։ Ես չհասցրեցի ավարտեմ, մենք IT ոլորտի համար էլ առաջարկ ունենք, IT ոլորտի համար մենք պատրաստվում ենք ուսանողներին խրախուսել աշխատանքի ընդունվելուց եւ բիզնեսներին խրախուսել, որ նոր ուսանողներին իրանք աշխատանքի վերցնեն, այստեղ հարցը հետեւյալն է։ Մեզ պետք են IT մասնագետներ շատ, որպեսզի մենք կարողանանք դրսի ընկերություններին նորմալ առաջարկ անել, այսօր օրինակ չգիտեմ, եկեք մեր մոտ ներդրում արեք, մենք ձեզ 20,000 որակավորված IT աշխատողներ կտանք։ Բայց կա մի խնդիր, երբ որ IT ոլորտի ուսանողը ուզում է ընդունվի աշխատանքի, հիմա ինքը խնդիրների է հանդիպում, որովհետև ջունիոր ոլորտում արդեն աշխատատեղերի պահանջարկը քիչ է, որտեղ արհեստական բանականությունը շատերի աշխատանքը փոխարինում է, եւ կա նման խնդիր, մենք պատրաստ ենք այնպես անել, որ բիզնեսները խրախուսված լինեն մի քանի տարով այդ ուսանողներին վերցնեն աշխատանքի, ուսանողները դառնան ավելի բարձր որակավորված մասնագետներ, որպեսզի հետագայում նրանց հիմքի վրա մենք կարողանանք հարցեր լուծել, ավելի կարևոր դրսից ներդրումներ ներգրավել, իսկ մյուս ոլորտից Հայաստանում կա եկամուտների մեծ բևեռվածություն։ Երևանում օրինակ աշխատավարձերը շատ ավելի բարձր են, քան մարզերում։ Վայոց ձորում, Շիրակի մարզում աղքատության մակարդակը շատ բարձր է եւ այն ինչ որ կարող է Երևանում շատ ժամանակ տվալ, որ 1-200,000 դրամ աշխատավարձ ստացողը դա աղքատ է, Շիրակում եւ Վայոց ձորում կարող է իրականում մարդիկ այդ աշխատավարձը նույնիսկ չգտնեն եւ մեր համար խնդիրը ոչ թե ապահովել 10 կամ 20,000 բարձր որակավորում ունեցող աշխատակիցների աշխատատեղ, դա իհարկե մեր նպատակների մեջ մտնում է, բայց դա մեր ընդհանուր ծրագրին ոչնչով չի խանգարում, այսինքն դա մենք նա կարողանանք անել, նա միանշանակ ավելի հեշտ է ստացվել, այլ ավելի շատ մարդու ներգրավել աշխատանքի շուկայում, որպեսզի մենք լուծենք թե մեր պետության ռազմավարական խնդիրները, թե ավելի շատ մարդու հիմքի վրա ստեղծենք կայուն եկամուտ, որի հիմքի վրա հետագայում մենք կարողանանք ավելի բարձր վարձատրվող աշխատատեղեր ստեղծել, որովհետև օրինակ նույն գյուղատնտեսության ոլորտում ստեղծված եկամուտը ինքը հիմք է դառնալու, որ արդյունաբերությունը զարգանա տեղական եկամուտի բարձրացման հաշվին ստեղծված պահանջարկի հաշվին։
Ձեր քաղաքական ուժը նաև կապված է տարբեր խոշոր բիզնես նախագծերի հետ։ Վերջերս ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչ մեկը հայտարարեց, որ մենք մտադիր ենք կամ ցանկանում ենք պղնձի վերամշակման գործարան նաև կառուցել Հայաստանում։ Իրոք այդպիսի հիմքեր կամ նախագծեր ունեք, տեսնում եք դուք, հաշվի առնելով հայաստանյան ներկայիս իրողությունները։ Եթե նայենք զուտ բիզնես տեսանկյունից, երևի մենք ամենամոտն ենք գտնվում այդ նախագծին, որտեղ մենք ունենք հստակ առաջարկ, մենք ունենք հստակ կապիտալ ծախսերի հաշվարկ, թե ինչքան արտադրողականությամբ ինչ գործարան ենք ուզում ու որտեղ եւ ինչքան կապիտալ ներդրում է դա մեզանից պահանջելու, ինչ տեխնոլոգիա։ Մոտավորապես որքան գումար է հարկավոր, պարոն Ֆարսյան։ Մոտավորապես 200 միլիոն։ Եվ մենք շատ մեծ գործարան չենք ուզում, մենք ուզում ենք ավելի փոքր համեմատաբար գործարան, փորձված տեխնոլոգիայով, մաքուր տեխնոլոգիայով, որը բնապահպանական ոչ մի ռիսկ չի առաջացնում, կառավարի հետ կապված խնդիրը լուծում եք դուք։ Այո, մենք այդ խնդրի լուծումը ունենք, դա իհարկե մի քիչ մեր շահութաբերության վրա կազդի, բայց դա ավելի կայուն վիճակի է բերում ռիսկը ու մեր համար ավելի կառավարելի է, այսինքն մենք կարող ենք գնալ ավելի ռիսկային ճանապարհով շահութաբերությունը բարձր լիներ, բայց մենք նախընտրել ենք ավելի ցածր շահութաբերությամբ, ավելի ցածր ռիսկով գործարան ունենալ բնապահպանական տեսանկյունից նամանավանդ։ Իսկ այլ ինչ խոշոր նախագծեր ունեք, որոնք կարող են լոկոմոտիվ դառնալ Հայաստանի տնտեսության։ Մենք մի քանի տարի առաջ 4 խոշոր նախագիծ ունեինք, որ մենք պատրաստվում էինք իրագործել, բայց մի քիչ ներքաղաքական վիճակը մեզ դա թույլ չտվեց։ Եթե դուք ինձ հարցնում եք տնտեսական մասով, մենք այդ նախագծեր ունենք, մենք նախագծերը տեսնում ենք նույն նավթավերամշակման գործարանի նախագիծը մենք ունեինք եւ պատրաստ էինք դա իրագործել, բայց հիմա ցավոք սրտի չեն իրագործվել դրանք եւ չեն իրագործվել ավելի շատ քաղաքական խնդիրների պատճառով, քան տնտեսական հարցերի պատճառով։ Դրանք իրագործելի բիզնեսներ են, ուղղակի պետք է ոնց որ պետության ոչ թե շատ ժամանակ, ոչ թե համագործակցություն, այլ ավելի շատ որ պետությունը ինչ որտեղ նաև բիզնեսին հանգիստ թողնի, որ բիզնեսը զբաղվի իր գործերով առօրյա։ Շնորհակալ եմ պարոն Ֆարսյան հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հետևորդներ, այսօր քննարկեցինք Ուժեղ Հայաստան քաղաքական ուժի սոցիալ-տնտեսական պլատֆորմա։ Սա հետաքրքիր, այսպես քայլ է հանրությանը ներկայացնելու տեսանկյունից եւ կարծում եմ բավականին ժամանակ կային կատարելագործելու առաջարկություններ ներկայացնելու համար եւ ցանկացած ուժ կարծում եմ այդ առաջարկությունների դիտողությունների կարիք ունի եւ մենք եթե ուզում ենք իրոք ունենալ հզոր տնտեսություն, հզոր Հայաստան, ուժեղ Հայաստան, պետք է աշխատենք միասին։ Ընտրություններից հետո էլ կյանք կա եւ պետք է փորձենք Հայաստանը զարգացնել։